Ողջույն սիրելի ֆուտբոլասերներ, մեր YouTube-յան ալիքի եթերում խաղային շաբաթը շարունակվում է եւ հիմա արդեն երկրորդ խաղային օրը կմեկնարկի մեզ մոտ, որտեղ առաջինը միազդեմ խաղադաշտ դուրս կգան Manchester United-ը եւ Arsenal-ը։ Ծանոթացնեմ մրցող թիմերի հայտարարությունները, սկսենք United-ից դարպասը պաշտպանում է Արսեն Բաբախանյանը համար 1, Վիլի Քարայան համար 2, Հրաչ Ղազարյան համար 4, Ռոբերտ Գալոյան համար 6, Հովանես Մուրադյան համար 8, Գևորգ Մեթոյան համար 9, Ռոբերտ Աղաջանյան համար 11, Հուսիկ Բարսեղյան համար 12, Սուրեն Սմբատյան համար 13 եւ Աշոտ Իրիցյան համար 14։ Արսենալի դարպասը պաշտպանում է Սերգեյ Գալեսյանը համար 1, Տանապոն Պոտիսամ համար 4, Գոր Յախանյան համար 6, Դավիթ Ալիխանյան համար 8, Միշա Սերոպյան համար 9, Սպարտակ Ավետիսյան համար 10, Էդմոն Չոբանյան համար 11, Արման Հակոբյան համար 17, Էդգար Միրյանյան համար 19 եւ Գանու Խաչատրյան համար 30։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպան մեկտարկի համար ու քիչ անց կտրվի արդեն տրվեց հանդիպան մեկտարկը ու գնդակը Արսենալի ֆուտբոլիստները հանձնում են մրցակցին։ Ես հիշեցնեմ, որ սա Winter Cup մրցաշարի հանդիպում է, որտեղ թիմերը անցկացնում են իրենց 4 տուրի հանդիպումը։ Այս պայն 3 անցկացած հանդիպումից հետո մրցաշարային աղյուսակում Manchester United-ը գտնվում է 6-րդ հորիզոնականում, ունի իր ակտիվում գրանցած 2 հաղթանակ եւ կրել է 1 պարտություն, իսկ հա Arsenal-ը 2 անցկացած հանդիպումից հետո առայժմ չունի միավոր վաստակած եւ գտնվում է 17-րդ հորիզոնականում, այնպես որ առաջին այսօր բնականաբար Arsenal-ի ֆուտբոլիստները դուրս են եկել խաղադաշտ իրենց առաջին միավորի կամ միավորների հետևից, իհարկե United-ն էլ կփորձի ավելի ամրապնդել իր դիրքերը մրցաշարային աղյուսակում։ Ես հիշեցնեմ, որ play-off-ի ուղղագին նվաճում է առաջին 8-յակը, առաջին 8 հորիզոնականը զբաղեցած թիմերը եւ այս պայն շատ համառ պայքար է ընթանում այս խմբում, որտեղ ընդգրկված են այս երկու թիմերը։ 3 անցկացած հանդիպումից հետո Լիվերպուլը 9 վաստակած միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Ատլետիկոն ու Վիլյարեալը ունեն վաստակած 7-ական միավոր, Մոնակոն նույնպես վաստակել է 7 միավոր, բայց անց է կացրել 4 հանդիպում, իդեմս Ատլետիկոյի, Վիլյարեալի եւ Լիվերպուլի։ Իսկ Արսեն Արաքսը եւ Manchester United-ը, Ինտերը, Բորուսիա Մյունխեն-Գլադբախը եւ Էվերտոնը ունեն վաստակած 6-ական միավորներ եւ այս պայն կիսում են 5-ից 9-րդ հորիզոնականը։ Արսենալն էլ այս պայն մրցաշարային աղյուսակում չունի իր ակտիվում ոչ մի միավոր եւ նաեւ Արարատը չունի վաստակած ոչ մի միավոր։ Հիմա Ավետիսյանի հարվածն ենք տեսնում, վտանգավոր է, բայց այստեղ շեղվեց գնդակի ուղղությունը ու առաջին անկյունայինը կիրացնեն Արսենալի ֆուտբոլիստները։ Խաղարկում է այստեղ Arsenal-ը գնդակը կրկին Ավետիսյանի մոտ անցումը ստացվեց հարվածել կա դարպասի ուղղությամբ, բայց այստեղ Արայանը կանգնեց գնդակի ճանապարհին։ Հիմա էլ պատխաղարկման շնորհիվ կարողացավ Մուրադյանը դուրս գալ պաշտպանությունից ու վաստակեց եզրային նետում իր թիմի համար։ Հենց Մուրադյանն էլ կկատարի եզրային նետումը։ Ղազարյան թողեց գնդակը Հարեյանին եւ ուժեղ փոխանցում ենք տեսնում դեպի Իրիցյանը, անցավ այս փոխանցումը վտանգավոր է, գրովում է Մանչեսթերը, Իրիցյան հետ փոխանցում, Մեթոյանն էլ կատարեց փոխանցում դեպի Հուսիկ Բարսեղյանը, բայց վերջինս չհասավ գնդակին ու կորցրեց հարվածային հնարավորությունը։ Հիմա վերականգնեց Բարսեղյանը գնդակը United-ի համար ու վաստակեց եզրային նետման հնարավորություն, այո, պրեսինգը տվեց իր արդյունքը Բարսեղյանի գործողություններում։ Մեթոյան փոխանցում ենք տեսնում առաջ, բայց այստեղ դարպասապաս Սերգեյ Գալեսյանը դուրս եկավ դարպասից ու վստահ կերպով տիրեց գնդակին եւ այն նետում է խաղընկերոջ ուղղությամբ Չոբանյան շարժվում է առաջ, լավն էր անցումը Չոբանյանի, թողեց գնդակը Հակոբյանին, կրկին Չոբանյանին էր ուղղված այս փոխանցումը, բայց մի փոքր անհարմար ստացվեց ու կորցրեց առաջ շարժվելու հնարավորությունը։ Հիմա Գանու Խաչատրյանն է գնդակով, Յախանյան
լավ է նկատել Յախանյանը այստեղ Միրանյանի առաջխաղացումը, բայց չանցավ փոխանցումը։ Հիմա արդեն անցավ, բայց այս դեպքում էլ Միրանյանը չկարողացավ որսալ խաղընկերոջ կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, Բաբախանյանը կմցնի այն խաղի մեջ։ Այո, Բաբախանյանը այսօր պաշտպանում է United-ի դարպասը, իհարկե դա նոմինալ հարձակվող է խաղադաշտում, բայց այսօր դարպասապահի բացակայության դեպքում նա է այդտեղ զբաղեցել իր թիմի դարպասում։ Եվ տեսնենք արդեն ինչպես այսօր կփորձի այս դիրքում հանդես գալ Բաբախանյանը, իհարկե նա հարձակման կրակագծում պարզապես փայլում է իր գործողություններով United-ի անցկացած ցանկացած հանդիպումներում եւ թիմի ռմբարկուներից մեկն է, առաջատար ֆուտբոլիստներից մեկը, բայց այսօր կրկնում եմ դարպասապահի բացակայության պայմաններում նա հարկադրաբար տեղ է զբաղեցել դարպասում Մեթոյան, լավ գրոհի անցել United-ի իրիցյան կրկին Մեթոյան, բայց այստեղ չկարողացավ կասեցում կատարել Մեթոյանը, լինենք անկեղծ Իրիցյանի կատարած փոխանցումն էլ մի փոքր ուժեղ ստացվեց, այդ իսկ պատճառով էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Ավետիսյան ստացել է գնդակը ձախ եզրին։ Սպարտակ Ավետիսյանը լավ տեղաշարժ էր դեպի կենտրոն, միացեց գրոհին Յախանյանին, խորքից փոխանցում Միրանյանի ուղղությամբ, հիմա հարվածը կա ու Բաբախանյանը այստեղ կարողացավ հետ մղել գնդակը։ Հիմա էլ որքան հնարավոր է կարողացավ Արեյանը հեռացնել, բայց երկրորդ տեմպով է գրոհում Արսենալը, չանցավ այստեղ Յախանյանի փոխանցումը ու Մեթոյանը տիրեց գնդակին, այն ուղարկելով Մուրադյանի ուղղությամբ, գեղեցիկ գրոհ է կա Իրիցյանի տարբերակը, Մուրադյան վտանգավոր է փոխանցում, բայց այստեղ հասցրեց Ալիխանյանը սա անկման գնով հեռացնել գնդակը ու ներ շատ լավ հնարավորություն հիմա Մանչեսթեր Յունայթեդը բացելու հանդիպման հաշիվը, բայց Ալիխանյանը թույլ չտվեց, որպեսզի գնդակը հասցի Իրիցյանին, որ վերջինս լարված կատարի դեպի դարպասը ու հիմա արդեն եզից կնետեն Յունայթեդի ֆուտբոլիստները։ Մեթոյան թողեց գնդակը Ղազարյանին եւ հետ փոխանցում ենք տեսնում դեպի պաշտպանություն։ Կրկին Հարեյան, բայց փոխանցմանը ոչ ոք չարձագանքեց ու Արեյանի կատարած փոխանցումն էլ բաժին հասավ Արսենալի դարպասապահ Սերգեյ Գալստյանին։ Գալստյան հիմա ռիսկի են դիմում մի փոքր Արսենալի ֆուտբոլիստները, լավ է ամեն ինչ կարգին ավարտեց ու սկսում են իրենց հերթական գրոհներից մեկը Սպարտակ Ավետիսյան շատ լավ փոխանցում կատարեց դեպի Յախանյանը, բայց այստեղ չկարողացավ Արսենալի 6 համարը կասեցնել գնդակը ու Եզից կնետի Յունայթեդը։ Ղազարյան, Մուրադյանին ուղարկում գնդակը, բայց Մուրադյանի կատարած փոխանցումը կրկին ուժեղ ստացվեց եւ հեռացեցին այստեղ Արսենալի պաշտպանները գնդակը։ Եվս մենք եզրային նետում կատարի հիմա Յունայթեդը։ Մեթոյան, լավն էր Մեթոյանի փոխանցումը, բայց այստեղ գնդակին առաջինը արձագանքեցին Արսենալի ֆուտբոլիստները, հետո էլ Հարեյանը խլեց ուղարկելով գնդակ Իրիցյանին, աջ եզրով է զարգանում Մանչեսթերի գրոհը, բայց այստեղ կորցրեց Իրիցյանը գնդակը, հիմա էլ արագ հակագրոհ ստացվեց կազմակերպել Արսենալի մոտ Ղազարյան, դեպի Մուրադյանը փոխանցում տեսանք, բայց այստեղ Գանու Խաչատրյանը նահանջեց ու կարողացավ խլել գնդակը Մուրադյանից, հիմա էլ պահեց այն իր մոտ, շատ լավ նկատեց Յախանյանի առաջխաղացումը, Յախանյանը հեռու թողեց մի փոքր գնդակը ու Բաբախանյանը կրկին իրադրության տերն էր այս դրվագում, հիմա սխալ պաշտպանությունում Գանու Խաչատրյան, Ավետիսյան ու Ղազարյան այստեղ թույլ չտվեց Ավետիսյանին հարված կատարել եւ հարված կլինի Մանչեսթեր Յունայթեդի դարպասից, իսկապես եթե վերջին պահին չհասներ գնդակին Ղազարյան ու փորձել հեռացնել այն, հիմա կարող էինք լուսատախտակին այլ հաշիվ տեսնել, քանի որ Ավետիսյանի դիրքը բավական նպաստավոր էր, երբ չեմ կարծում, որ Արսենալի ֆուտբոլիստը Ավետիսյանի պես ֆուտբոլիստը նմանատիպ իրավիճակում վրիպեր, շատ հարմար էր դիրքը հարված կատարելու համար, բայց դա տեղի չունեցավ։ Հիմա հաղարկում են պաշտպանությունում Յունայթեդի ֆուտբոլիստները գնդակ ու կորցրին այն։ Գալոյան այստեղ թողեց, որպեսզի գնդակը դուրս գա դաշտի սահմաններից։ Խաչատրյան հետ փոխանցում տեսանք։
ու արդեն խորքից կփորձի Արսենալը զարգացնել իր գրոհը, Ալիխանյանն է առաջ արվում գնդակով, կա Չոբանյանի տարբերակը, բայց արգելակեց այստեղ Ալիխանյանը, ով շատ ավելի լավ կերպ նկատեց Միրանյանին, վտանգավոր գրոհի անցել Արսենալը, Գարուն Խաչատրյան հարված ու հաշիվը բացված է, 1-0 Արսենալն առաջինն է հասնում հաջողության այս խաղում։ Իսկապես գեղեցիկ ստացվեց Խաչատրյանի կատարած հարվածը ու ունենք առաջին գնդակ այս խաղում 1-0 տեսնենք United-ը այս ամենից հետո ինչով փորձի պատասխանել մրցակցին, իհարկե Արսենալը օգտվեց իր ընձեռնված առաջին իսկ հնարավորությունից, United-ն ստեղծել էր այդ պահը, բայց Ալիխանյանը նախորդ դրվագում դա թույլ չտվեց, իսկ հիմա Չոբանյանը կրկնապատկում է Արսենալի առավելությունը 2-0 2 գնդակ 1 րոպեի ընթացքում։ Իսկապես հիմա շատ բարդ իրավիճակում է հայտնվում Մանչեսթեր Յունայթեդը 2 գնդակ 1 րոպեի ընթացքում բաց թողեցին եւ հիմա արդեն պետք է փորձել անել ավելին այս գնդակները ետ բերելու համար Մուրադյան հետ փոխանցում տեսանք Արեյանը, հիմա էլ Ղազարյանն է կասեցել գնդակ ու փոխանցում կատարեց Մուրադյանի ուղղությամբ, բայց այստեղ Մոտիսյանն ավոր կանգնեց ոտքերի վրա, Ավետիսյան մնաց գնդակով, Ավետիսյան ու զարգացնում է ձախ եզրում արագություն, կա փոխանցումը դեպի Միրանյանը, ստացավ պատասխան փոխանցումը Ավետիսյան, բայց այստեղ կորցրեց հարված կատարելու հնարավորությունը Ավետիսյան ու Բաբախանյանը վերցրեց գնդակը։ Հիմա հարված կլինի Արսենալի դարպասից։ Խաղարկում են պաշտպանություն գնդակ Արսենալի ֆուտբոլիստները։ Միրանյան ստացվեց անցումը, կա փոխանցումը դեպի Սպարտակ Ավետիսյանը։ Ավետիսյան եւս մեկ փոխանցում, բայց այստեղ Գալոյանը կարողացավ կանգնել գնդակի ճանապարհին եւ այն հեռացեց։ Ղազարյանն էլ փորձեց սկսել Յունայթեդի հերթական գրոհներից մեկը, բայց այստեղ թույլ չտվեցին դա Արսենալի ֆուտբոլիստները։ Բարսեղյան Մուրադյանն է այստեղ պայքարում գնդակի համար, բայց այն կրկին կարողացան վերադարձնել Մանչեսթերի ֆուտբոլիստները։ Բարսեղյան Մուրադյան դեպի աջ փոխանցում տեսանք Արեյան գուցե հեռվից փորձի Արեյանը փոխանցում կատարեց Մեթոյանի ուղղությամբ, վերջինս էլ փորձը չեղել գնդակի ուղղությունը, բայց այս դրվագում դա չստացվեց։ Խաղարկում են գնդակը Արսենալի ֆուտբոլիստները, Ալիխանյանն այդ փոխանցում կատարեց դարպասապայի ուղղությամբ ու գնդակը դուրս է եկել այո դաշտի սահմաններից, անկյունային տիրացնի հիմա Մանչեսթեր Յունայթեդը։ Իլիցյանն է տեղադրել գնդակը խաղարկելու համար։ Իլիցյան կա փոխանցումը Բարսից դեպի Տուգանային հրապարակ, բայց այստեղ գնդակը առաջինը բաժին ասավ Արսենալի ֆուտբոլիստ Գարուն Խաչատրյանին, ով կատարեց փոխանցում չանցավ, հիմա հասավ գնդակը Ավետիսյանին, իսկ այստեղ էլ Արեյանը հասցրեց պաշտպանությունն անջելու հեռացնել գնդակը անկյունային արդեն իրացնեն Արսենալի ֆուտբոլիստները։ Արագ խաղարկեցին, Ավետիսյանն լարված էր դարպասի ուղղությամբ ու գնդակը այստեղ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Մուրադյան այո Մանչեսթերը եթե կարողանա մեկ գնդակ արագորեն ետ բերել, ապա կարող է մտածել մինչ ընդմիջման գնալը հաշվի մեջ հավասարություն տեսնելու համար, իհարկե սա ֆուտբոլը եւ մեկ րոպեում ինչպես այս խաղում տեղի ունեցավ 2 գնդակ պարզապես կարողացավ հեղինակել Արսենալը ու կրկնապատկել իր առավելությունը, այնպես որ Յունայթեդը կարող է դա անել, հիմա Ղազարյանն է շարժվում առաջ, այստեղ թույլ չտվեցին։
Ղազարյանին փոխանցում կատարել, բայց Եզից կնետի United-ը, Մեթոյան Ղազարյան ու հիմա գնդակը չհայտվեց դարպասում, այո, արված կատարեց Ղազարյանը, բայց բավական անհարմար էր դիրք ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Սպարտակ Ավետիսյան շատ լավ նկատեց Չոբանյանին, Ավետիսյանը ու եզրային նետում հիմա կտեսնենք Գալոյան շատ լավ փոխանցում էր Գալոյանի կողմից Սրաչ Ղազարյան ու անկյունային հարված հիմա վաստակեց Ղազարյանը United-ի համար հենց ինքն էլ կիրացնի անկյունայինը կա փոխանցումը Մեթոյան կասեցեց գնդակը Մեթոյանը, բայց կարողացան այստեղ Արսենալի ֆուտբոլիստերը հեռացնել գնդակը, այո, չհարվածեց այնուամենայնիվ Մեթոյանը, բայց փոխարենը Եզից նետում կատարեց հիմա Գալոյան, կրկին Մեթոյան թողեց այստեղ գնդակը Գալոյանին, գուցե հեռվից փորձի Գալոյանը հարված ու Պաշտպան իր վրա ընդունեց գնդակը, իսկ երկրորդ փորձից էլ գնդակը բաժին հասավ Արսենալի դարպասապա Գալեսյանին, իսկ այս փոխանցումը անհաստ ստացվեց։ Բաբախանյանն է հիմա գնդակով գնդակը խաղի մեջ կմտցնի ու արդեն Արտուչի խաղակեսը կեսից ավելին անցել է և United-ը այս պահին զիջում է մրցակցին երկու գնդակով Ավետիսյան բարձից փոխանցում էր հետևում, բայց այստեղ կարողացան Մանչեսթերի պաշտպանները հեռացնել գնդակը, հետո էլ եզրային նետում վաստակեց Ուսիկ Վարսեղյանը Ղազարյան հետ փոխանցում պայեց այստեղ, այո, պայեց Արեյանը գնդակը դաշտի սահմաններում և շատ լավ փոխանցում էր, բայց այստեղ չէր սպասում այս փոխանցումը Մեթոյանը ու չարձագանքեց գնդակին Ալիխանյան Օտիսամ և ձեռքին չէր դիպել արդյոք Վարսեղյանի գնդակը ոչ Իլիցյան Մեթոյանին ուղարկում գնդակը, բայց այս փոխանցումն էլ չհասավ Ասիատիրոջու հեռացին Արսենալի ֆուտբոլիստների գնդակ, իսկ այստեղ Գալոյանը թույլ չտվեց, որպեսզի հակագրոս սպառնա դարպասի ուղղությամբ, Եզից կնետի Արսենալը Միրանյան գտավ Չոբանյանին դաշտի ձախ հատվածում Ավետիսյան այստեղ խանգ առեց Մուրադյանը Ավետիսյանին արված կատարելու գործում ու գնդակը բաժին հասավ Մանչեսթերի դարպասապա Բաբախանյանին, հիմա կրկին Արսենալը խլել է գնդակը Յախանյանն է արվածում ու հեռացեց այստեղ Բաբախանյանը գնդակը ևս մեկ անկյունային կիրացնի Արսենալը ձախ եզրից այս ընթացքում փոփոխություն United-ի կազմում տեղի ունեցավ կա մրցավարի սուլիչը Չոբանյան Միլանյանին ուղարկեց գնդակը վերջինս էլ Ավետիսյանի հետ խաղարկեց, բայց այստեղ փոխանցումը բաժին հասավ դարպասապա Բաբախանյանին Սուրան Սմբատյանը մտավ խաղադաշտի United-ի կազմում փոխարինելով Մեթոյանին, հիմա շատ լավ գրոհի է անցել United-ը, Բարսեղյան սայթակեց այստեղ Բարսեղյանը ու կարողացավ խլել գնդակը Արսենալի ֆուտբոլիստները, Ղազարյանն էլ այստեղ սահանքման գնով բայց գնդակի թիմի մոտ, բայց այստեղ Պոտիսյանը կարողացավ հեռացնել ու ստացեց փոխանցում Սպարտակ Ավետիսյանի ուղղությամբ Ավետիսյան Արեյանն դիմավորել նրան, բայց Ավետիսյանը շատ լավ փոխանցում կատարեց Յախանյանին, Յախանյանի կատարած փոխանցումը դեպի Խաչատրյանը չանցավ, քանի որ Մուրադյանը
Սանկման գնով կարողացավ կանգնել գնդակի ճանապարհին Միլիցյան հեռու թողեց այստեղ մի փոքր գնդակը եւ հարված կլինի Արսենալի դարպասից կրկին Գալստյանը խաղարկում է գնդակը Չոբանյանի հետ Պոտիսամ Նորից Չոբանյան Գեղեցիկ գործեց այս դրվագում Չոբանյանը Կա փոխանցում Գարուն Խաչատրյանի ուղղությամբ, բայց չկար խաղի կանոնների խախտում։ Իսկ հիմա արդեն եզրային նետում։ Գիրաստան Յունայթեդի ֆուտբոլիստները Ղազարյան Չանցավ այստեղ Ղազարյանի կատարած փոխանցումը եւ Խաչատրյանը պահեց գնդակը Դաշտի սահմաններում Միրանյան կրկին Խաչատրյանին էր ուղղված այս փոխանցումը, բայց ուժեղ ստացվեց Միրանյանի կատարած փոխանցումը ու հարված կլինի Բաբախանյանի պաշտպանած դարպասից վերջինս կրկին խաղարկում է գնդակը Հրաչ Ղազարյանի հետ շատ նոմինալ ու առանցքային ֆուտբոլիստ է Ղազարյանն իհարկե Յունայթեդի կազմում բավական բարդ տարածություններից է կարողանում աչքի ընկնել ու գրավել մրցակիցների դարպասը եւ նրա օգտակար գործողության գործակիցը իսկապես շատ բարձր է Յունայթեդի համար կարող է ցանկացած իրավիճակում միայնակ վճռել տվյալ դրվագի ելքը ու թիմին անկախ հաշվի պայմաններից օգնել հաջողության հասնելու գործում։ Հիմա Բաբախանյան ուժեղ փոխանցում է կատարում հենց Ղազարյանի ուղղությամբ եւ այստեղ այո ձեռքով խաղ եղավ Յախանյանի կողմից։ Ստանդարտ Տիրաստին Յունայթեդը հենց Հրաչ Ղազարյանն է գնդակի մոտ։ Պատ է կազմում այստեղ Արսենալի դարպասապա ու տեսնենք Ղազարյանը Ինչպես Տիրաստանի այս ստանդարտը բավական նպաստավոր է դիրք իհարկե մի փոքր հեռու է Տուգանային հրապարակից, բայց հենց Ղազարյանը նմանատիպ իրավիճակների համար է կա մրցավարի սուլիչը Ղազարյանն է հարվածում, բայց այս անգամ բարձր ստացվեց նրա կատարած հարվածը ու Գալստյանը գնդակը պետք է մտցնի խաղի մեջ Յախանյան Ալիխանյանն է գնդակով կրկին Պոտիսամ դեպի առաջ փոխանցում տեսանք եւ գնդակը բաժին ասավ Գարուն Խաչատրյանին Խաչատրյան գուցե փորձի կրկին հերվից կա հարված ու այստեղ մի փոքր բարձր է ստացվում Գարուն Խաչատրյանի կատարած հարվածը պատտեցեց դեպի հերավոր վերին անկյունը բայց այստեղ ավելի բարձր ընթացավ գնդակը Արեյան կա փոխանցումը դեպի Բավանկերը, բայց այստեղ Իլիցյանը հազիվ կարողացավ պահել գնդակը դաշտի սահմաններում Արեյան հիմա ստացվեց փոխանցում Ղազարյանի ուղղությամբ ու Ալիխանյանն էլ այստեղ հաջող գործեց նորից Արեյանին է բաժին ասել գնդակը հերվից է փորձում այս անգամ Արեյանը, բայց գնդակը առանց որևէ խնդիրների կարողացավ որսալ Արսենալի դարպասապա Սերգեյ Գալստյանը Սպարտակ Ավետիսյան Նորից հասցրեց այստեղ Արեյանը վերադասավորվել, բայց սխալ էր այս փոխանցումից Չոբանյանը վրի պես շատ նպաստավոր դիրքից իհարկե մի փոքր բարդ էր անկյունը, բայց միայնակ էր մնացել դարպասապայի դիմաց եւ եթե հեռավոր անկյունը կարողանար ուղարկել գնդակ այս դրվագում Բաբախանյանը ոչինչ չէր կարողանել։ Հիմա Չոբանյանը խլում է գնդակը։ Չոբանյան գեղեցիկ անցում էր ու կար այո խաղի կանոնների խախտում նրա դեմ պայքարում Տեսնենք այս ստանդարտի խաղարկումը ինչ կտա Արսենալին
Ավետիսյանն է գնդակի մոտ։ Կա մրցավարի սուլիչը։ Սպարտակ Ավետիսյան։ Հարված ու գեղեցիկ գոլ է խփում Ավետիսյանը, ինչպիսի լավ տուգանային իրացում եւ գնդակը հայտնվեց ցանցում 3-0 Արսենալը խաղակեսի վերջնամասում եռապատկում է իր առավելությունը։ Արտակ Ավետիսյան 3-0 պարզապես ֆանտաստիկ իրացեց տուգանային հարվածը ու իր թիմին էլ ավելի թույլ տվեց վստահ լինել հաշվի մեջ 3-0 խաղակեսի վերջնամասում իսկապես շատ լավ առավելություն ստացավ Արսենալը տեսնենք խաղակեսի վերջի րոպեն ինչպես կանցկացնեն թիմերը վերջին գրողը կամ գրողներից մեկն է փորձում ձեռնարկել Հարեյանը իր թիմի կազմում բայց փոխանցում այստեղ ուժեղ ստացվեց ու ես իսկ նետիմ Արսենալը Խաչատրյան Պոտիսամին է ուղարկում գնդակը Ալիխանյան եւ եւս մենք եզրային նետում կտեսնենք Ահարկում են գնդակը Արսենալի ֆուտբոլիստները Չոբանյանը հեռացված է Բայց ստացվեց փոխանցում Միլանյանի ուղղությամբ ու վերջին գրոհն եմ կարծում եմ ձեռնարկում Արսենալ այս խաղակեսում Ավետիսյան լավն էր փոխանցումը բայց ոչ ոք չկարողացավ այստեղ եզրափակել ու առաջի կեսը հենց այստեղ էլ ավարտվում է կարճ դադար որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլիստներ մենք վերադառնում ենք ու մեկտարկեց հանդիպան երկրորդ խաղակեսը United ընդդեմ Արսենալի առաջի կեսից հետո բավական լուրջ առավելություն ունի Արսենալը հաղթում է մրցակցին 3 գնդակի առավելությամբ 3-0 նախ կարողացավ Գարուն Խաչատրյանը բացել հանդիպան հաշիվը այնուհանդերձ Չոբանյանը հաջորդ իսկ րոպեին կրկնապատկեց Արսենալի առավելությունը իսկ խաղակեսի վերջնամասում Ավետիսյանի իրացած տուգանային հարվածը հայտնվեց մրցակցի դարպասում ու 3-0 թիմերը գնացին ընդմիջման երկրորդ կեսում տեսնենք ինչ կփորձեն անել երկուսը իհարկե խոսքս առաջինը վերաբերվում է Manchester United-ի ֆուտբոլիստերին ովքեր պետք է արդեն ամեն գնով փորձեն այս հանդիպումը ետ բերել գնալ առաջ ու փորձել շատ արագ կրճատել հաշվի տարբերությունը բայց փոխարենը հիմա հարված ենք տեսնում Յախանյանի կողմից ու բարձր է ստացում եկեք եւս մեկ անգամ վերհիշենք մրցող թիմերի հայտացուցակները Հարեյանը տեղ է զբաղեցել այս պայն United-ի դարպասում համար 1, Հրաչ Ղազարյան համար 4, Ռոբերտ Գալոյան համար 6, Հովհաննես Մուրադյան համար 8, Գևորգ Մետոյան համար 9, Ռոբերտ Աղաջանյան համար 11, Լուսիկ Բարսեկյան համար 12, Սուրեն Սմբացյան համար 13 եւ Աշոտ Տիրիցյան համար 14։ Հիմա Ղազարյանն է գնդակով այստեղ Հակոբյանն էր պայքարումներ ադեմ ու չկար խաղի կանոնների խախտում կարողացան Արսենալի ֆուտբոլիստները դիտել գնդակին Չոբանյան շատ լավ է նկատել Միլանյանին, բայց Տիրիցյանը այստեղ փակեց գնդակի ճանապարհը, հիմա էլ սխալվում են United-ի ֆուտբոլիստները գրող կազմակերպելու ժամանակ Գարուն Խաչատրյան եւ Գալոյան այստեղ փակեց փոխանցումը ու եզից պետք է նետի Արսենալ Դարպասը պաշտպանում է Սերգեյ Գալստյանը համար 1, Տանապոն Պոտիսամ համար 4, Գորի Ախանյան համար 6, Դավիթ Ալիխանյան համար 8, Միշա Սերոփյան համար 9, Սպարտակ Ավետիսյան համար 10, Էդմոն Չոբանյան համար 11, Արման Հակոբյան համար 17, Էդգար Միլանյան համար 19 եւ Գարուն Խաչատրյան համար 30։ Ղազարյանն է գնդակով, ուղարկեց գնդակը Մուրադյանին Բայց այստեղ Մուրադյանի փոխանցումը չասա Մեթոյանին, Մեթոյանը հիմա վերականգնեց գնդակը, աչ եզով է զարգացնում United-ի գրողը, Մեթոյան գուցե հեռվից փորձի Մեթոյանը հարված, բայց այստեղ տեղում էր Արսենալի դարպասապահ Սերգեյ Գալստյանը կարողացավ հեռացնել երկրորդ տեմպով է գրում United-ը եւ այստեղ անկյունային հարված իմանք իրացնեն Արսենալի դարպասի ուղղությամբ United-ի ֆուտբոլիստները Ղազարյան բարձից փոխանցում Եվ դուրս եկավ այստեղ գնդակը դաշտի սահմաններից ու կտեսնենք հարված Արսենալի դարպասից
Սխալ պաշտպանությունում Մեթոյանը կարողացավ խլել, ուղարկեց գնդակը Սուրեն Սմբատյանին, բայց դրա կատարած փոխանցումից հետո գնդակը բաժին հասավ Դարպասապա Գալեսյանին, իհարկե ավելի լավ տարբերակներ կար, կարող էր դեպի ձախ փոխանցում կատարել Մեթոյանը Ղազարյանի ուղղությամբ, կարող էր ինքն էլ եզրափակել հարվածելով Դարպասի ուղղությամբ, բայց որոշեց դեպի աջ փոխանցել, իսկ Սմբատյանը սխալվեց փոխանցում կատարելու ժամանակ, Ավետիսյանն հերվից եւս մեկ անգամ կրակում, բայց Արեյանը տեղում էր ու կարողացավ վերացնել գնդակը, հիմա Ղազարյանն է առաջ շարժվում եւ կար այո խաղի կանոնների խախտում Ղազարյանի դեմ պայքարում։ Ստանդարտ դիմակիրացնել Մանչեսթերի ֆուտբոլիստները, Ղազարյանն է կրկին տեղադրում գնդակը, տեսնենք կա մրցավորի սուլիչը Հրաչ Ղազարյան ուղարկեց գնդակը Մեթոյանին, վերջինս էլ փորձեց գնդակը հասցեակել դեպի Տուգանային հրապարակ, բայց չստացվեց, տեսեք որտեղ է հայտնվել արդեն Յունայթեդի դարպասապահ Արեյանը, այո ողջ կազմով պետք է փորձի Յունայթեդը հիմա առնվազն մեկ գնդակ ետ բերել, Մեթոյան գուցե հիմա փորձի հերվից, ոչ, դեպի Սմբատյանը փոխանցում տեսանք, իսկ Սմբատյանի կատարած փոխանցումը չստացվեց։ Ավետիսյան լավ գործեց այս դրվագում, Սպարտակ Ավետիսյանը և շատ լավ է նկատել Խաչատրյանի առաջ խաղացումը, բայց փոխանցումը թույլ չտվեցին որպեսզի հասի Գարուն Խաչատրյանին, Մուրադյան դեպի աջ ուղարկեց գնդակը, Ղազարյան այստեղ փորձը ստանել իր Հրաչ Ղազարյանը գնդակը, բայց Հակոբյանը առաջին արձագանքեց, հիմա էլ Մուրադյանը լավ գործեց դաշտի միջին հատվածում ու պահում է գնդակի իր մոտ, Հովհաննես Մուրադյան դեպի աջ փոխանցում տեսանք, Մեթոյան, Ղազարյան, կրկին Մեթոյան ու ինչ է այստեղ 11 մետրանոց հարված, այո վաստակեց Մեթոյանը 11 մետրանոց հարված, իսկապես արդեն հասունացել է այս պահ, վերջին մի քանի րոպեների ընթացքում Յունայթեդը մոտեցել է բավականաչափ դարպասի ուղղությամբ ու Մեթոյանի ակտիվությունը տվեց իր արդյունքը, հիմա Ղազարյանն է կարծես պատրաստվում իրացնել 11 մետրանոցը, այո ինչի մասին խոսում են, եթե կարողանան մեկ գնդակ հիմա ետ բերել, ապա կարող են մտածել ամեն ինչի մասին, նախ բայց պետք է այն իրացնել, կա մրցավարի սուլիչը Ղազարյան հարված ու Գալեսյանը վերցնում է այստեղ գնդակը հենց առաջին հնարավորությունից չստացվեց այստեղ Ղազարյանի մոտ դիպուկ գտնվել եւ այո ուղիղ կենտրոնով հարվածեց իսկ դարպասապահը կարողացավ ֆիքսել գնդակը, բրավո այստեղ Սերգեյ Գալեսյանին, հիմա երևում է որ բախտը պարզապես այսօր չի ժպտում Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստերին, մի քանի լավ հնարավորություն հանդիպան, ընթացքում կորցրին հիմա 11 մետրանոցը ձախողեցին Ավետիսյան եւ կար այստեղ խաղի կանոնների խախտում Մուրադյանի կողմից Ավետիսյան խորքից փոխանցում, բայց այստեղ Գալոյանը հնարավորինս չափեռացեց գնդակը ու կտեսնենք եզրային նետում խաղարկում են այստեղ Արսենալի ֆուտբոլիստները գնդակը, բայց կարողացավ Յունայթեդը խլել, սակայն հակագրող կազմակերպել չստացվեց Յախանյան շատ լավ նկատեց Խաչատրյանի, Յախանյանը Գարուն Խաչատրյան բարձից դեպի Ավետիսյանը շրջադարձ հարվածով փորձեց այստեղ էլ գրավել Ավետիսյանը դարպասը ու
Ստացվեց այո վերջին պահին հասավ գնդակին Ավետիցյանը եւ դիրքը արդեն կորցրել էր Պոտիսամ հաջող գործեց այստեղ Յախանյան Պոտիսամն է հրվից հարվածում բայց Հարեյանը տեղում էր Աշոտ Իրիցյան ուժեղ կատարեց այստեղ փոխանցում Մեթոյանի ուղղությամբ ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Գնդակով Մանչեսթերի ֆուտբոլիստներն են Մեթոյան բայց այստեղ լավ պաշտպանվեց Արսենալը այս դրվագում արդյոք չկար խաղի կանոնների խախտում դարպասապայի դեմ պայքարում Եզրային նետում պետք է կատարի հիմա United-ը բայց մինչ այդ տեսնենք ինչ է պատահել Արսենալի դարպասապահ Սերգեյ Գալստյանին կարծես բախման ընթացքում հարված ստացավ ոտքին հուսանգործ կարողանա Բարսեղյանը ներողություն Գալստյանը շարունակել հանդիպումը Այո, ամեն ինչ կարգին է Արսենալի դարպասապահ Սերգեյ Գալստյանի հետ ու նա կշարունակի հանդիպումը Եզրային նետումը կատարված է Ղազարյան Բարձից փոխանցում ու Գալստյանը այստեղ կրկին առաջինը արձագանքեց գնդակին Պոտիսամ Յախանյանին ուղարկեց գնդակը վերջինս է շարժվում է առաջ բայց այստեղ մաքուր խմում կարողացան կատարել նրանից Կանու Խաչատրյան Հիմա էլ Ղազարյանը նահանջեց պաշտպանություն ու օգտեց պաշտպաններին, բայց եզրային նետում կիրաշտի Արսենալը Կանու Խաչատրյան Եվ հիմա էլ անկյունային այո պետք է իրացնեն Արսենալի ֆուտբոլիստները վաստակեց այստեղ Խաչատրյանը անկյունային արվածի հնարավորություն Բարձից փոխանցում ենք տեսնում ու այստեղ դուրս բերեցին գնդակը United-ի ֆուտբոլիստները երկու դրվագում էլ իսկ հիմա Յախանյանը տիրեց գնդակին շատ լավ փոխանցում դեպի Ավետիցյանը Ավետիցյանն էլ ինքը հարվածեց դարպասի ուղղությամբ ու գնդակը բաժին հասավ դարպասապահ Արեյանին Մուրադյան Աջ եզրով զարգացնում է արագություն Մուրադյանը կա փոխանցում դեպի Կենտրոն, բայց այստեղ Բարսեղյանը հաջող կասեցում չկարողացավ կատարել Մեթոյան գեղեցիկ գործեց Մեթոյանը ու վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն թույլ չտվեցին Մեթոյանին հարված կատարել այո եթե հարված էր Մեթոյանը բավական մոտ էր տարածությունը եւ կարող էր գրավել մրցակցի դարպասը Ղազարյան կրկին Մեթոյանին փոխանցում կատարեց Ղազարյանը ու այստեղ Արսենալի ֆուտբոլիստները լավ գործեցին, բայց դուրս գալ պաշտպանությունից չստացվեց, իսկ վերջում Ղազարյանի կատարած հարվածը շեղությամբ փոխանցավ ու սխալվում են այստեղ պաշտպանությունից դուրս գալուց Արսենալի ֆուտբոլիստները լավ է որ ամեն ինչ կարգին ավարտվեց Ալիխանյան շատ լավ փոխանցում է դեպի Կանու Խաչատրյանը բայց Խաչատրյանը գնդակը դաշտի սահմաններում բայց այստեղ առաջինը գնդակին Խաչատրյանից հետո արձագանքեց Բարսեղյանը ու խլում կարողացավ կատարել Գալոյան շատ լավ գրոհի տեղափոխություն էր դեպի աջ ու այստեղ էլ Սպարտակ Ավետիցյանն է խլում գնդակը մրցակցից շարժվելով առաջ Իրիցյանն է պայքարում 1-1-ի դեմ նրա հետ ու չկար խաղի կանոնների խախտում ոչ Իրիցյան դեպի Բարսեղյանը կատարեց փոխանցում բայց Շոբանյանը այստեղ իրադրության տերն էր եւ
շատ լավ բացազատվեց մրցակցի վերահսկողությունից, հետո կորցրեց գնդակը Բարսեղյան թողեց գնդակը Սմբատյանին, լավն էր Սմբատյանի անցումը, փոխանցում իսկ Մեթոյանը այստեղ վրիպում է, բայց չի ավարտվել հիմա United-ի Գալոյան դեպի աջ կատարեց փոխանցում, եւս մեկ փոխանցում ու Մուրադյանի մոտ էլ չստացվեց այստեղ հարված կատարել։ Կրկին խլում են գնդակը United-ի ֆուտբոլիստները Ղազարյան, Մուրադյան գուցե հիմա ստացվի։ Ոչ, այսօր չի ժպտում պարզապես բախտը Manchester United-ին, իսկ հիմա Arsenal-ը անցնում է արագ հակագրոհի, Գարուն Խաչատրյան միացել է գրոհին Յախանյանը, կա նաև Միրանյանի տարբերակը կատարեց փոխանցում, իսկ այստեղ այդ փոխանցումը չստացավ Գարուն Խաչատրյանը ու United-ը նորից շարժվում է առաջ։ Հովանես Մուրադյան կա Ղազարյանի տարբերակը կատարեց փոխանցում, բայց այստեղ լավ չկասեցեց Սրաջ Ղազարյանը գնդակ, իսկ Չոբանյանն էլ գեղեցիկ գործողություններով դուրս է բերում իր թիմին գրոհի, Չոբանյան ուղարկեց գնդակը Միրանյանին, վերջինս Ավետիսյանի ուղղությամբ փոխանցում կատարեց, բայց Ավետիսյանի կատարած փոխանցումը այստեղ ուժեղ ստացվեց։ Ղազարյան գրոհի անցել, շատ լավ գրոհի անցել United-ը, բայց այստեղ կրկին կորցրեց գնդակը Մուրադյանը հարված կատարելու ժամանակ ու իսկապես ոչինչ առայժմ չի ստացվում United-ի գործողություններում։ Գարուն Խաչատրյան հիմա նետվում է առաջ Arsenal-ը, դեպի ձախ փոխանցում կատարեց Խաչատրյանը, բայց այստեղ Իլիցյանը Սահանգման գնով կարողացավ հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս, կրկին Խաչատրյան, այստեղ էլ Մուրադյանը նահանջեց ու խլում կատարեց եւ հիմա նորից նետվում է առաջ United-ը, բայց Յախանյանը հաստրեց փակել գնդակի ճանապարհը, այն ուղարկելով Միրանյանի ուղղությամբ, կրկին Խաչատրյան լավ անցում էր, Գարուն Խաչատրյան, բայց փոխանցումը չհասավ այստեղ Միրանյանին, հիմա էլ Յախանյանը խլեց, հարվածեց ու վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն։ Հենց Խաչատրյանն էլ տեղադրել է գնդակը այն իրացնելու համար, Վարսից փոխանցումը հետևեց, բայց այստեղ հեռուն գնաց մի փոքր գնդակը Չոբանյան։ Քիչ էր մնում կորցնել այստեղ Չոբանյանը գնդակը, բայց այն դուրս եկավ դաշտի սահմաններից։ Մեթոյանն է հիմա էլ խլում, Հուսիկ Վարսեղյան։ Իսկ Բարսեղյանի կատարած փոխանցումը ստացվեց, Մուրադյանն է գնդակով։ Հետ փոխանցում ենք տեսնում դեպի Գալոյանը։ Իսկ այս փոխանցումը չանցավ Մուրադյանի ուղղությամբ Սպարտակ Ավետիսյան։ Խաչատրյանին է կրկին ուղարկում գնդակ ու ձախ։ Եզր կարող է փոխանցում կատարել Խաչատրյանը գրոհ տեղափոխելով, բայց այստեղ Գալոյանը հաջող գործեց, իսկ նրա կատարած փոխանցումն էլ չանցավ։ Եզրային նետում հիմա տեսնենք։ Մեթոյան կարողացավ անկել այստեղ գնդակի ճանապարհը, Ղազարյանն շարժվում է առաջ, բայց այստեղ Ալիխանյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու անկյունային հարված Կիրաստի հիմա United-ը հենց Ղազարյանն է գնդակի մոտ։ Բարսից փոխանցում հետևեց Մեթոյան, բայց գնդակը դաշտի սահմաններում, իսկ կատարած հարվածը Մեթոյանի բավական բարձր ընթացավ։ Չոբանյան խաղարկում են գնդակը Arsenal-ի ֆուտբոլիստները ու շատ հաջող գրոհի
Անցան, բայց այստեղ Գալոյանը սանկման գնով փակեց գնդակի ճանապարհը։ Ուրադյան Ուցե հիմա ստացվի որևէ բան Յունայթեդի մոտ շատ լավն էր փոխացումը։ Ղազարյան հարվածու հաշիվը կրճատված է 3-1 գոլ կարողանում է Յունայթեդը ետ բերել։ Երեքբեք Ղազարյանը կրճատում է հանդիպան հաշիվը ու տեսնենք արդեն հանդիպման հիմնական ժամանակի ավարտին դեռ կա խաղա ժամանակ 6 րոպե ու եթե կարողանան եւս մեկ գնդակ հարագորեն ետ բերել Յունայթեդի ֆուտբոլիստները, ապա ոչ ոքի արդյունքի մասին կարելի է մտածել։ Ղազարյան փորձեց այստեղ 3 մրցակցի դեմ պայքարում տանել իր գնդակը Ղազարյանը, բայց բավական բարդ էր իրավիճակը ու չստացվեց։ Հիմա կա փոխանցումը ու հիմա Յունայթեդը եւս մեկ գնդակ է ետ բերում 3-2 այո 1 րոպեում 2 գնդակ ինչպես դա արել էր առաջի խաղակեսում Արսենալը 3-2 հիմա տեսնենք արդեն հանդիպան վերջին 5 րոպեները պարզապես լարվածության գագաթնակետին կհասնեն, որովհետև արդեն Յունայթեդին 1 գնդակ է բաժանում ոչ ոքի արդյունքից Միրանյան ուղարկեց գնդակը Գարուն Խաչատրյանի ուղղությամբ, այո այս դեպքում գոլը Արաժեն որպես ինքնագոլ է գրանցված, ոչ թե Ղազարյանի անվան դիմաց, բայց իհարկե դա այս պայի դրությամբ Ղազարյանը հարված չէր կատարում դեպի դարպասը եւ պաշտպանից Արսենալի գնդակը հայտնվեց դարպասում, այո Հորքից փոխանցում ենք տեսնում, Մուրադյան այստեղ լավ էր մտածել Մուրադյանը, բայց խաղընկերը չարձագանքեց նրա կատարած փոխանցմանը Արսեղյան Հարված եք տեսնում ու աշիվը հավասար է 3-3 Հուսիկ Բարսեղյան 3-3 այո Յունայթեդը կարողանում է այս հանդիպումը փրկել առայժմ այս պայի դրությամբ 2-3 րոպեում կարողացան 3 գնդակ ետ բերելու հանդիպան հաշիվը հաշվի հավասարությունը վերականգնել այո արդեն հիմա կարող է մտածել Յունայթեդը նույնիսկ քամբեք կատարելու մասին դեռ ունի խաղաժամանակ ու Եթե կարողանա եւս մեկ գնդակ խփելու հաղթանակ տոնել, սա կգրանցվի իհարկե افرելի պատմության հանդիպումների մեջ կամային հաղթանակ կամային ցուցանիշներ տեղի կունենա, բայց անկախ ամեն ինչից արժանի մատուցենք այս պայմանությամբ Յունայթեդին ովքեր կարող են հանդիպումը փրկել։ Ուժեղ էր այս փոխանցումը Ավետիսյանի համար ու կտեսնենք ես գային նետում Ղազարյան կա փոխանցում ու այստեղ դարպասապահով վերացած գնդակ հիմա արագ գրոյի կարող է անցնել Արսենալը Ավետիսյանն է հերից հարվածում, բայց բարձր է ստացվում Ավետիսյանի կատարած հարվածը Ղազարյան պահել էր գնդակը դաշտի սահմաններում Մրաջ Ղազարյանը Մեթոյան շարժում է առաջ Մեթոյանը ու կարայով խաղի կանոնի խախտում այստեղ Չոբանյանի կողմից
Այո, հանդիպան լարվածությունը հասնում է գագաթնակետին, իսկապես նյարդերը տեղի են տալիս արդեն ֆուտբոլիստերի, հասկանալի է երկու թիմերին էլ, Արսենալը նախ հիմա հոգեբանական շատ ծանր իրավիճակում է 3-0-ից չհաղթել այս հանդիպումը պարզապես այս ժանրից է, բայց United-ը հիմա ավելի շատ այստեղ Սմբատյանը խանգ առեց գնդակի ընթացքին կամ փորձեց շեղել այն դարպասի ուղղությամբ Մուրադյան Բարձից փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ կարողացան հաջող գործել Արսենալի ֆուտբոլիստները, հետո էլ Խաչատրյանից գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, իրացված է եզրային հետումը Ղազարյան, ցախ եզրով Հրաչ Ղազարյանը շարժվում է առաջ եւ վաստակում անկյունային հարվածի հնարավորություն Տեսնենք այս անկյունայինը ինչ կբերի United-ին Ղազարյան նկրկին գնդակի մոտ Ղազարյան կա փոխանցում ու այստեղ Բարսեղյանի կատարած հարվածը բարձր է ստացվում Չոբանյան Արսենալը փորձում է դուրս գալ այս րոպեներին պաշտպանությունից, բայց առայժմ չի ստացվում հիմա էլ Սմբատյանը խլեց գնդակ ու եւս մեկ անկյունային կիրասի United-ը ողջ կազմով գրեթե United-ը գնացել է 4 գնդակի ետևից, բայց դա հարցի մյուս կողմն է կստացվի թե ոչ։ Հրաչ Ղազարյան խաղարկված է անկյունայինը Ղազարյան փոխանցում ու այստեղ մի քանի ֆուտբոլիստով կանգնեցին գնդակի ճանապարհին։ Եվս մեկ անկյունային կիրասի United-ը վերջին րոպեն է ընթանում հանդիպման, տեսնենք կարողանան արդյոք United-ի ֆուտբոլիստները ստանալ այս խաղում առաջին անգամ առավելություն Ղազարյան բարձից փորձեր միգուցե Ղազարյանը փոխանցում կատարել այս անգամ չստացվեց Ավետիսյանն էլ նկատել էր Հարեյանի դարպասից դուրս գալը բայց հարվածը չստացվեց եւ վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտված է մարտական ոչ ոքի հաշվով 3-3 թիմերը բաժանվում են խաղադաշտում խաղաղությամբ ու վաստակում մեկական միավորներ այս հանդիպման համար նախատեսել ենք այսքանը կարճ դադար որից հետո կշարունակենք